Ողջունում եմ բոլոր մեր հետևորդներին, տանիքներից դուրս շարունակում ենք ուսումնասիրել գյուղական կյանքը, որը երբեմն թվում է լի դժվարություններով ու մարտահրավերներով, սակայն գյուղում բնակվող մարդկանց նվիրվածությունն ու նպատակասլացությունը ցույց են տալիս, որ երբեմն հնարավոր է հասնել մեծ փոփոխությունների։ Եվ այսօրվա մեր թեման նորարարությունն է, եւ այսօրվա մեր հյուրն է անձնավորություն, ով միշտ խառն է տարբեր տեսակի գործերով, չի վախենում դժվարություններից եւ միշտ գտնում է ստեղծարար եւ նորարար լուծումներ։ Մեր այսօրվա թողարկման հյուրն է Արագած Հովիտ Տաղ տարածքային զարգացման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նելի Վարդանյանը։ Ողջույն Նելի ջան։ Այո, դες։ Շնորհակալություն, որ ընդունեցիր մեր հնարավորը։ Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայից, նորարարությունից, բայց մինչև մեր հիմնական թեմային անցնելը մենք ունենք նաև ավանդական հարցեր, ինչպես գիտես։ Եվ մեր առաջին հարցը ինչ է քեզ համար տախը, տեղական ակտիվ խումբը, քո բառերով քո սահմանումը։ Իմ համար տախը մարդիկ են, այն մարդիկ, որոնք ձևավորում են համայնքային կյանքը ու ամեն ինչ անում են, որ գյուղը զարգանա։ Արագած Հովիտ Տաղը, ինչպես մյուս տաղերը, որոնք գործում են Շիրակի մարզում, ունի իր ուղղությունները։ Կներկայացնես որոնք են դրանք եւ ինչու եք ընտրել հենց այդ ուղղությունները կամ մի գլխավոր ուղղությունը։ Մեր տախի ռազմավարական ուղղություններից մեկը կրթությունն է, մյուսը գյուղատնտեսությունն է, բայց դենց իմ սիրելին կրթությունն է, էլի, որովհետեւ ես կարծում եմ, որ ցանկացած գյուղի ու առհասարակ ցանկացած ոլորտի զարգացվածությունն ու զարգացումը անմիջական կապ ունի կրթության հետ, ու եթե դու կրթական ոլորտում լուրջ փոփոխություններ ես անում, ճակերտավոր հեղափոխություն ես անում, ուրեմն դու կարող ես խոսել գյուղում, համայնքում զարգացվածության ու փոփոխությունների մասին։ Երբ որ խոսում ենք նորարարության մասին, կուզենայի քո կարծիք իմանալ, թե ինչ է քեզ համար նորարարությունը եւ ինչպես այն կարող է դրսեւորվել մեր գյուղական համայնքներում, որովհետեւ ինչպես գիտենք, մեր գյուղերը աչքի են ընկնում իրենց պահպանողական մտածելակերպով, եւ երբ որ ինչ-որ նորություն կամ նորարարություն ենք ներկայացնում մարդկանց, մարդիկ կարծես թե մի քիչ անվստահությամբ են նայում այդ հարցին կամ շատ դժվար է ներկայացնել իրենց համար ինչ է նորարարությունը։ Ինչպես ես դու ձեր տեղական ակտիվ խմբում գտնվող մարդկանց բացատրում, թե ինչ է նորարարությունը։ Ճիշտն ասած, ինձ համար նորարարությունը այդ մեր ավանդույթներն են, որոնք մենք արդեն մոռացել ենք, որովհետև երբ որ առհասարակ շատ մարդկանց հետ է շփվում, իրանց ամենահեշտը նորարարությունը բացատրելու այդ հնին վերադառնալն է։ Ու չգիտեմ, մեր տախում ցանկացած նորարարության հիմքում ավանդույթն է ու երևի ամենասիրելի նորարարության մասին կխոսեմ մեր տախի, որ մենք ունենք կանանց ակումբ, կոչվում է Խաբուխաս, ու մեր կանանց ակումբը շատ մեծ տարիքի կանանցով է ձևավորվել, ու այդ Խաբուխազը եկել է մեր ավանդույթներից, երբ որ կանայք հավաքվել են ու միասին են փորձել իրանց կատնամտերքը պատրաստել։ Հենց Խաբուխազի գաղափարախոսության հիմքում մեր ավանդույթներն են ու դրա նորարարությունն է, որ երբ որ մենք խոսում ենք ակումբների մասին առհասարակ, երևի բոլորս էլ առաջինը պատկերացնում ենք երիտասարդական ինչ-որ բան, իսկ մեր տենց ակումբը 70-ից բարձր կանանց ակումբ է, որտեղ իրանք հավաքվում են, զրուցում, շփվում ու այդ սերունդների երկխոսության հարթակ է դարել մեզ համար։ Այսինքն կարելի ասել, որ նորարարությունը ինչ-որ տարիքային սահմանափակումներ ոչինչ չունի իրական տարիքային սահմանափակում, այդ կլինի նորարարությունը թե այլ բան, որովհետև երբ որ ճակերտներից դուրս ես գալիս ու քառակուսից դուրս ես մտածում, ցանկացած մարդ կարող է նորարարության հիմք դնել։ Ուղղակի պիտի ֆիքսենք, որ ավանդույթը այդ մի փոքր փոփոխություն ունեցած ավանդույթն է, երբ որ դու հնից բերում ես նորը ու չգիտեմ, ամեն դեպքում մեր տախում ցանկացած նորարարության հիմքում ավանդույթն է ու կարծում եմ, որ առհասարակ ցանկացած նորարարություն այդ շատ քիչ բան է պահանջում, էլի, երբ որ դու գյուղում ես աշխատում, առավել եւս, որովհետեւ ընդեղի մարդիկ ցանկացած փոփոխություն նորարարություն են անցալում։ Իսկ դու կարծում ես, որ լիդեր ծրագիրը իր հետ նաեւ նորարարություն բերեց ձեր գյուղեր։ Բնականաբար, եթե ֆիքսենք, որ գյուղական կյանքում առհասարակ այդ տեղական դերակատարների դերը շատ մեծացել է հենց լիդերի շրջանակներում, որովհետեւ մինչեւ լիդերը գյուղերում աշխատել է, բոլորն էլ հասկանում են, որ գյուղը առհասարակ ակտիվ մարդիկ ունի, որոնք կարող են ինչ-որ փոփոխություն բերել ու դա միշտ էլ եղել է։ Ուղղակի երբ որ դու հստակ դերեր ես տալիս մարդկանց ու ասում ես, գիտես, դու գյուղը զարգացնող ես, դու քո հետևից մարդիկ տանողն ես, այս դեպքում իր դերը շատ ավելի սենց ընդգծվում է ու իր կատարած փոփոխությունը շատ ավելի աչքի է տենց զարկում։ Իսկ կարող ես առանձնացնել ձեր կողմից իրականացված ծրագրերից, թե
որն է ամենանորարարականը խավ ու խազից բացի։ Ես գիտեմ, որ դուք ունեք մի պատանի գրադարանի կոնցեպտը, եթե կարելի է մի քիչ պատմես այդ ծրագրի մասին։ Մեր տախում լիք նորարարություններ կան, ճիշտ ասած, հենց մի պատանի մասն էլ երբ որ խոսենք, մի պատանին այդ մի փոքր բառախաղ է, էլի, այդ եւ մի պատանուց տենց սկսվող նորարարություն է եւ մի պատով նորարարությունն է։ Մի պատանին այդ գրադարանի կոնցեպտը եղել, որը արդեն իրականություն է, ու մենք այս պահին արդեն 3 մի պատանի գրադարաններ տեղակայում ենք մեր տախի գյուղերում, ու դա ոնց որ մեր օֆիսի պատերն են, գրասենյակի պատերն են, որոնք մենք տեղակայում ենք տախ բնակավայրերում ու ցույց ենք տալիս բնակիչներին, որ միգուցե մեր ֆիզիկական ներկայությունը գյուղում այդքան էլ աչքի չի ընկնում, որովհետև ձեր տարածքում գրասենյակ չունենք, բայց մեր օֆիսի պատերը ձեր համայնքում են, ունդեղ ոնց որ մարդիկ կարող են գտնել կրթական տարբեր նյութեր, գրքեր, որոնք անվճար դրված են ու ցանկացած ոք կարող է տենց դրանց օգտվել։ Ու այս գաղափարի ամենա տենց լուրջ մարտահրավերը ու ռիսկը հենց այն է, որ երբ որ մենք առաջին անգամ խոսում ենք գյուղում տենց բաց գրադարան ունենալու մասին, որտեղ ազատ են գրքեր վերցնելու, բնականաբար ամենավատն են միշտ բոլորը մտածում, արձագանքելով դե կգողանանք, վերցնենք, ջարդենք, փչացնենք, բայց չգիտեմ, ես ամեն դեպքում հույս ունեմ, որ մարդիկ պիտի սովորեն, որ իրանց վստահում են, ու այդ վստահությունն էլ հենց նորարարություն է դառնում, էլի, երբ որ դու վստահում ես մարդուն, ասում ես, գիտես, ես բերում եմ թողնեմ սա հույս ունենալով, որ դուք պիտի սրան խնամքով վերաբերվեք, որտեղ այդ ձերն է, այդ մարդու մոտ մի քիչ պատասխանատվություն է ձևավորում։ Հետո, չգիտեմ, մեր տախի նորարարություններից մեկն էլ է, որ մենք ավանդական բիզնեսի մեջ դրել ենք հենց կրթության մոդելը, օրինակ ունենք 2 ծրագիր, որոնք ավանդական բիզնես են ու կարող են դիտարկվել որպես չոր բիզնես, հրուշակագործության արտադրամաս ունենք ու կարի արտադրամաս ունենք մեր տախ տարածքում, որտեղ տախի աշխատանքի արդյունքում կրթական կենտրոններ են հիմնել ու հրուշակագործության կենտրոնում կանայք գնում են մասնագիտական կրթություն ստանում, դիզայն են սովորում, այսօր շատ մեծ պահանջարկ ունեցող ֆուրշետ են սովորում, հենց աշխատատեղ է իրենց համար ստեղծվում, եթե լավ կրթական process-ը ճիշտ են անցնում, կարողանում են հենց այդ արտադրամասում աշխատել ու կարի արտադրամասում գյուղի ցանկություն ունեցող երիտասարդները կանայք կարող են կարի տեխնոլոգիա սովորել ու անցնել հենց աշխատանքի կարի արտադրամասում։ Այդ երևի մեր հենց ամենաավանդական նորարարություններից է, որ մենք ուղղակի մարդկանց հուշել ենք, որ գիտեք, բիզնեսի մեջ մի փոքր փոփոխություն անելով դուք կարող եք հնարավորություն ստեղծել ոչ միայն ձեզ համար, այլև բնակչի համար, ու այդ մարդիկ շատ մեծ սոցիալական պատասխանատվություն ունեն, դրա բառապացույցն է, որ իրանք դասերն անվճար են անում ու գիտելիքը փոխանցում են ոնց որ մյուսներին, առանց մտածելով, որ միգուցե տենց մենք մարդու ձեռքին գործիք ենք տալիս, որ մեր բիզնեսին խանգարի։ Իսկ կրթության մեջ մեր ավանդական կրթության մեջ, որ այսօր կա, ըստ քեզ ինչն է պակասում եւ ինչու այն նորարարության կարիք ունի։ Ճիշտ ասած, այդ պրոյեկտի մասին մոռացա նշեմ, մեր կրթության մեջ երևի ամենաշատը պակասում է գործնական աշխատանքը ու կոչենք դա դուալ կրթություն, մեր տախի ռազմավարության մեջ տենց շեղ տառերով հաստ գրված է դուալ կրթական տարբեր նախաձեռնություններ իրականացնել ու կրթության մեջ ներդնել դուալ կրթական համակարգը։ Մենք դպրոցներից մեկում Լիտվոր-Շիրակ ծրագրի շրջանակներում մեր աջակցությամբ հիմնվել է ջերմոց, որտեղ երեխաները հնարավորություն ունեն մշակելու բուսատեսակներ, չգիտեմ, այդ ֆոտոսինթեզի ամբողջ ընթացքը տեսնել հենց տեղում, հավաքել, բերքը վաճառել ու փոքր բիզնեսի մոդել ունենալ ու այդ օրինակը ցույց է տալիս, որ ինքը կարող է դառնալ շատ լուրջ մոդել, որպեսզի երեխաները սովորեն։ Բացի դրանից, չգիտեմ, դպրոցներ կան, որտեղ ունեն 5 գրադարաններ, բայց այդ գրադարաններում չկային գրքեր, որոնք երեխեքը հիմա տենց մեծ պահանջարկով կարդում են ու ես դա նորմալ եմ համարում, որովհետև խսեմ տարիներից մնացած գրականությունը այդքան էլ հաճելի չի կարդալ, ոչ թե որովհետև հին են, այլ որովհետև գրքերն էլ իրանց տպագրության ձևով, չգիտեմ, անհարմար են առհասարակ, ես կարծում եմ մաշված էջերը թերթել ու երբ որ դուք դպրոցում էլ խոսում եք, որ գիտեք ինչ կա երեխեք ջան, կան աուդիո գրքեր, կան տենց QR-ով գրքեր, մենք կարող ենք նոր տպագրական գրքեր ձեռք բերել, երեխեքի մոտ դա շատ մեծ ոգևորություն է արտնասում ու դրա բառապացույցը մեր ունեցած 1-2 ծրագիրն է, որտեղ գրքերը երբեք տեղում չեն լինում։ Միշտ երեխեքը դրանք տանում կարդում են, չնայած այն միֆին, որ հիմա երիտասարդությունը երեխաները չեն կարդում, մեր այդ կարճ ժամանակահատվածի աշխատանքը ցույց է տալիս, որ ոչ թե չեն կարդում, այլ չեն կարդում հինը, որովհետև իրանք էլ նորարարության կարիք ունեն։ Ինձ հետաքրքրեց մի պատանի պատմությունը,
թե մի պատանին պարզ է, ով երևի ընթերցասերն է, ով կարող է ամեն պահի գիրք վերցնել կարդալ, իսկ մեկ պատ, այսինքն ճիշտ եմ հասկացել, չէ՞, մի պատանի։ Մեկ պատից բաղկացած գրադարան է ու ճիշտ ասած ամենասկզբում հենց նախատեսում էր, որ ինքը պիտի լինի հենց մեկ պատ, բայց հետո մեր աշխատանքը գյուղում ցույց տվեց, որ մարդիկ շատ մեծ պահանջարկ ունեն գյուղում կահավորված կանգառներ ունենալու, ու ոնց որ մեր մի պատանին նաև երկրորդ դեր է կատարում, գյուղի կանգառն է դարձել, որտեղ մարդիկ սպասելա այդ ժամանակը, որ ծախսում են տրանսպորտին, համայնքային տրանսպորտին սպասելուն, կարող են գրքեր կարդալ, ունդեղ QR գրքեր ենք տեղադրելու։ Չգիտեմ, ինքը մի քիչ տենց երազանքի պրոյեկտ ա եղել մեր համար, որովհետև այդ մի պատը ինքը հենց տենց բառախաղից էլ եկել է, մի պատ սարքենք, մի պատ սարքենք, մի պատ սարքենք, բայց այդ մի պատանի ոնց որ արդեն իրականություն է դարել։ Ու չգիտեմ, կարծում եմ, որ ինքը կլինի շատ տենց սիրուն մոդել, որը մենք կկարողանանք տախից դուրս էլ տարածել ու դրան շատ կօգնի մեր տենց կուր աշխատանքը համայնքապետարանների հետ, որովհետև մենք շատ տենց սրտ աշխատում ենք համայնքապետարանների հետ ու իրանք տենց թիմի ներկայացուցիչները շատ ողջավորված են ու այս process-ում երևի մեզնից ավելի շատ ողջավորվածություն իրանք են ցուցաբերում ու մեզնից ավելի շատ աշխատանքներին հետևում են հենց իրենք, որովհետև իրանք համար սա նորարարություն է, քանի որ ցանկացած տեղ հիմա կանգառներ որ տեղադրում են տենց շատ հին մոդելով, ոչ տենց անվտանգության, այո, ոչ անվտանգության գոտին է հաշվի առնում, ոչ են որ տենց այդ կանգառում պիտի մարդիկ, չգիտեմ, անձրևներից պաշտպանվեն, իսկ մեր դեպքում մենք այդ ամբողջ նախագիծը պատրաստել ենք այնպես, որ մարդիկ այդ անվտանգության զգացողությունն ունենան էլի, որտեղ, չգիտեմ, անգամ տեսահսկող սարքեր են դրվելու, որ մարդիկ անվտանգ լինեն, որովհետև մեր գյուղերում օրինակ շատ տարածված է ավտոստոպով տեղաշարժվելը ու ամեն դեպքում պիտի մարդիկ ապահովության զգացողություն ունենան, որ եթե հանկարծ ինչ-որ դեպք տեղի ունենա, իրանց տեղը իմանան։ Ու այդ ամբողջ դետալները ոնց որ մենք մտածել ենք էլի լուսավորության համակարգեր, չգիտեմ, անվտանգության համակարգեր, որովհետև ցանկացած փոփոխություն, ելի եմ ասում, իր մեջ պարունակում է շատ այտենց սրտացավություն բնակչի կամ անհատի կամ ցանկացած մարդու նկատմամբ, որի մասին դու մտածում ես, ուզում ես իր կյանքում փոփոխություն բերել։ Ինձ հետաքրքիր է տախ մյուս գյուղերի բնակիչները տեսնելով մի պատանի գրադարանները լծվել են արդյոք նրանք ոգևորությամբ կամ եղել են առաջարկներ, որ իրենց մոդել կառուցեք նման գրադարաններ, ասենք երիտասարդները տեսել են, ոգևորվել են եւ նրանք ցանկություն հայտնել են, որ իրենց համայնքում նույնպես նմանատիպ գրադարաններ լինեն։ Գրադարանները ֆիզիկապես ոնց որ այդ կանգառ մի պատանիները այս պահին նոր ենք սկսել տեղադրել, բայց մինչև այդ երբ որ Facebook-յան հրապարակում ենք արել, որ այսպիսի նախաձեռնություն ենք սկսում, բնականաբար շատ մարդիկ են արձագանքել ու դրական արձագանք է եղել, ու ոչ թե այն արձագանքն է եղել, որ ինչի մեր գյուղում չեք անում, ստեղ եք անում, այլ եղել է, որ հուսանք տենց կունենա շարունակական բնույթ ու մեր գյուղում էլ կունենանք այս կանգառները, որովհետև ցանկացած մարդ էլ հասկանում է, որ այսօր փոփոխություն դա միջավայր է, եթե դու միջավայրում փոփոխություն ես իրականացնում, ուրեմն փոխում ես նաև մարդկանց կյանքը։ Ու բացի դրանից, չգիտեմ, մենակ մի պատանի հետ չի կապված այդ մեր տենց հարակից համայնքներից մենք շատ ենք արձագանք լսում, որ իրանք էլ կուզեն տախի մի մասը դառնալ։ Իրականում այդ շատ երկար process է, որ մարդուն բացատրես, որ ոնց որ տախի անդամ լինելը դա միայն, չգիտեմ, դրամաշնորներով ինչ որ օգուտ ստանալը չի, այլ այդ համայնքային մտածողությունն է, որովհետև մենք փորձառություն ենք ունեցել մի քանի գյուղերում, երբ որ մեծ միջոցառումներ ենք կազմակերպել, ու ոնց որ այդ միջոցառումներն եկել են ապացուցելու, որ մենք տարածքում ոնց որ ճիշտ աշխատանք ենք տարել ու մարդիկ տենց տախին վստահում են։ Այսօր չգիտեմ, մեր տարածքի, չեմ ուզում ասել բոլորը, բայց շատ մարդիկ գիտեն ինչ է տախը, եթե անգամ չգիտեն տախը ոնց է բացվում, ապա առնվազն գիտեն տախ տերմինը։ Իսկ մեսիջը ճիշտ հասցրել եք մարդկանց։ Չգիտեմ մեսիջն ենք ճիշտ հասցրել, թե ճիշտ մարդկանց ենք ընտրել, որ տախի մասին խոսեն, բայց ամեն դեպքում գիտեմ, որ տախը իրենց համայնքում դա ճակերտավոր լավ բան է։ Որովհետև մենք թիրախավորել ենք եւ շատ փոքր երեխեքին, որոնց հետ աշխատել ենք մանկապարտեզից սկսած, ինչ որ փոքր պրոյեկտներում ներգրավել եւ ոնց ասացի մեծահասակներին, որովհետև այսօր ինֆորմացիայի լավագույն կրողը, կրիչը համարվում են երեխեքը ու մեծահասակները, որոնք տենց ավելի քիչ էլի ճակերտների մեջ երևի ասեմ հոգացություն ունեն, որովհետև որ դու երախում համար ինչ որ մի հատ լավ բան ես անում, թեկուզ մի հատ փոքր հոլովակում իրան ներգրավում ես, իրանց համար դա նորություն է, ու իրանք անպայման դրա մասին երկար խոսում են։ Իսկ երբ որ տատիկներին ես ներգրավում ու իրանց համար տենց մի քիչ տարբերվող ժամանց ես ապահովում, դու իրանց համար դառնում ես մի հատ սիրելի անձ, որին երբ որ ամեն անգամ տեսնում են, չգիտեմ, ամեն դեպքում մեր մոտ շատ ա եղել էլի, որ ամեն տեսնես, բայ պետք է խաբոխազանենք, բայ պետք է հավաքվենք։
Այսինքն մեծահասակները ավելի սիրով են ընդունում նորարարությունները։ Կարող եմ ասել, որ այո, մեծահասակներից շատ ավելի հեշտ է նորարարություն փոխանցելը, որովհետև ոնց ասացի, մենք որդեգրել ենք մեզ համար, որ նորարարությունը այդ մեր ավանդույթներն են։ Եթե դու իրանց տենց հնից ես բերում ու սովորացնում, որ սա նորարարություն է, նորմալ է, որ երբ որ դու մի հատ նոր բան ես անում, դա ցնցումային ընդունվի, էլի։ Իսկ երբ որ դու դա տենց անում ես աստիճանաբար, ցույց տալով, որ դա այնքան էլ նորարարություն չի, ուղղակի ձեր հնի վրա մի պտղունց տենց նորություն ենք ավելացրել, այդ մարդու մոտ շատ ավելի քիչ ցնցումներ առաջացնում ու շատ ավելի հեշտ են ընդունում։ Իսկ ինչպես տարբերել նորարար մտածելակերպ ունեցող մարդուն ոչ նորարար մտածելակերպ ունեցողից։ Յուսում։ Այդ տենց իրականում նորարար ու ոչ նորարար իմ կարծիքով չկա, կա ուղղակի կարծրատիպային մոտեցում, երբ որ մարդու մոտ դժվար է ադապտ անում նորությունը, երբ որ մարդը դժվար է ընկալում ինչ ես դու անում, այդ մի քիչ կարծրատիպային մոտեցումից է, երբ որ ինքը շատ տենց սկեպտիկ է վերաբերվում յուրաքանչյուր փոփոխության, այդ դեպքում նոր ինքը ոչ նորար կարա համարվի, որովհետև այդ մարդը ուղղակի վախենում է նորարարությունից, որովհետև չգիտի իրան ինչա սպասվում։ Իսկ երբ որ դու իրան ցույց ես տալիս, որ այդ ճանապարհը այդքան էլ մութ չի, ինչքան ինքն է պատկերացնում, այդ դեպքում էլ ոչ նորարար չկա, ուղղակի կա նորարար ու հələ նորարարությունը չսովորած։ Դու նշեցիր նաև, որ համագործակցությունը միշտ սերտ եղել է նաև թիմ մարմինների հետ։ Ինչպես են նրանք ընդունում նորարարությունները, որովհետև այնտեղ էլ կարծում եմ, որ բավականաչափ կարծրատիպային մտածելակերպ կա ու մարդիկ վախենում են փոփոխություններից, այսինքն նոր բաներից, եւ երբ որ դուք եկաք ու ասեցիք, որ մեր հիմնական աշխատելավոճը նորարար մտածելակերպն, ինչպես նրանք ընդունեցին եւ արդյոք կարողացաք փոխել նրանց նույնպես դարձնել մի քիչ ավելի շատ նորարար մտածող։ Ճիշտն ասած արդեն չեմ էլ հիշում իրանց առաջի արձագանքը, որովհետև ես մի քիչ լավատես եմ, ու այդ լավատեսությունը ինձ թույլ տալիս տենց անպագորգոր հայտարարություն անել, որ մեր թիմերում մենք բավականին նորարար մտածող մարդիկ ունենք, ու դա գալիս է նրանից, որ առհասարակ տախի հիմքում հենց թիմն է, ու մենք ունենք թիմ անդամներ, ովքեր շատ ակտիվ աշխատում են տախ տարածքներում, իրանք կան, իրանք շոշափելի են ու իրանք թույլ են տալիս մեզ այս տախում շատ լուրջ փոփոխություններ անել, որովհետև երբ որ դու խոսում ես լիդերի մասին, դու խոսում ես, չգիտեմ, թիմի, քաղաքասարակության, բիզնեսի ու հասարակ բնակիչների մասին, ովքեր յուրաքանչյուր պետք է հավասար ներդրում ունենան տախի մեջ։ Այս դեպքում մեր հիմքում լինելով թիմը, մենք իրանց հետ բավական երկար աշխատել ենք ու ոչ միայն ես եմ իրանց հետ աշխատել, այլև իրանք են ինձ հետ աշխատել, էլի։ Առհասարակ ցանկացած նոր բանի պետք է սովորես, որովհետև ինձ համար էլ թիմն է նորարարություն եղել, իմ համար էլ թիմն է նորություն եղել, որովհետև ես երբեք թիմի հետ այդքան տենց մոտիկից չեմ շփվել, երբեք իրանց գործունեության տենց շատ մոտիկից չեմ հետևել ու դա իմ համար նորություն է եղել։ Ու դրա համար էլ եմ ասում, մենակ մենք չէ որ իրանց վրա ազդել ենք, իրանք էլ մեր վրա են ազդել ու այդ ոնց որ փոխհամագործակցությունն է բերել մեր տախ տարածքում նորարարություններ իրականացնելուն, որովհետև երբ որ մենք իրանց հետ խոսում ենք, որ կանգառը դա միայն կանգառ չի, կանգառ դա նաև գրադարան կարող է լինել, էլ եմ ասում, առաջին տենց արտահայտությունից շատ մարդիկ վատատես են մոտենում ու ասում են, դե բայց կգողանան, կհիասթափվես, քեզ պետք է այդ, բայց երբ որ իրանք էլ տենց, չգիտեմ, ոգևորվում ենք ու գաղափարից, որ դա ասում ես ոչինչ թող գողանան, մի հատ էլ կբերենք, կդնենք, ու այդքան այդ process-ը քեզ հաճույք է պատճառում, դու հասկանում ես, որ մարդն էլ գիտակցում է, որ կարող դու հիասթափվես իրանց տարածքից, ու իրանց չեմ այդ էլ ինչ-որ process է, երբ որ ասում ես, որ գիտես, ես չեմ հիասթափվի, ես անդադ կփորձեմ, այնքան կփորձեմ, մինչև մարդը սովորի, որ կապ չունի դու ինչքան ես ջարդելու, ես դա սարքելու եմ։ Այդ դեպքում մարդն էլ որ ջարդում էր, ինքն էլ տենց ինչ-որ պայծ սկսած էլ չի անել, հենց այդ է ձևավորում մտածողություն, դու չես կարող գալ մի անգամից այդ տարածք ու ասել, ես եմ եկել եմ, ընդունեք ինձ այնպես ոնց որ ես կա, որովհետև դու այդ հասարակության մեջ ես ապրում։ Ու պետք է գիտակցես, որ այդ հասարակությունը ունի կարծրատիպեր, որոնք պետք է կոտրելով առաջ գնաս, փուլային է դա, էլի։ Ինձև թիմի հետ աշխատանքն է, էլի, այտենց դու չես կամ մի անգամից գնաս ու ասես, գիտես դու օրինակ իմ պատկերացումներով սխալ ես աշխատում, արի փոխենք քո աշխատելաոճը, աշխատելաձևը։ Դու ուղղակի սովորեցնում ես, որ քիչ-քիչ պետք է երկուսս իրար հետ փորձենք համատեղ, այսպես ասած, ապրել, ու այդ ապրելը պետք է ոնց որ երկուստեք օգուտ բերի։ Հենց այդ process-ով ենք անցել մենք։ Այսինքն, եթե ընդհանրացնենք, կարելի ասել, որ նորարարությունը դա կարծրատիպերի կոտրումն է։ Կարող ենք ասել, ինչու՞ չէ։
ես տենց չեմ ուզում նորարարությունը սահմանել, որտեղ սահմանում ինձ թվում է բոլորս գիտենք, բայց հա, նորարարությունն այդ մեր ավանդույթների վրա մի փոքր նորությունն է, նորարարությունը այդ կարծրատիպեր կոտրելն է, առհասարակ ցանկացած բան, որ մարդը իր համար նրա բացահայտում այդ նորարարությունը, որտեղ կապ չունի դա աշխարհում քանի 100 տարի առաջ են արել, եթե ես դրա մասին չգիտեի ու իմ կյանքում դա փոփոխություն ա բերել այս բան, ուրեմն իմ համար դա նորարարություն է։ Այդ պարագայում ինչ կարծրատիպեր եք դուք արդեն կոտրել ձեր տարածքում։ Այլիքը։ Չգիտեմ, մենք կոտրել ենք այն կարծրատիպը, որ չեմ ուզում ասել, որ դա լիարժեք մեր հաղթանակն է, որովհետև այսօր բոլորն են դրանով զբաղվում, բայց մենք կոտրել ենք այն կարծրատիպը, որ կինը տենց մենակ տանը լինելու համար է։ Մենք կոտրել ենք այն կարծրատիպը, որ բիզնեսմենը չի կարող մտածել սոցիալական պատասխանատվության մասին։ Մենք կոտրել ենք այն կարծրատիպը, որ գյուղում աշխատող բիզնեսը չի կարող այնքան եկամուտ գեներացնել, որ սոցիալական պատասխանատվության մասին խոսա։ Մենք կոտրել ենք այն կարծրատիպը, որ կամավորությունը մենակ երիտասարդների համար է։ Չգիտեմ, լիքը կարծրատիպեր ենք կոտրել, ու այդ կարծրատիպերը կոտրելու արդյունքում ունենք այսօր այդ արդյունքն էլի, որովհետև մեր ամենամեծ կարծրատիպ կոտրելն է տեղել է 7 քար բակային խաղերի փառատոնը, երբ որ մենք խոսում ենք այդպես փառատոնի մասին, շատ այդպես կարծրատիպային մոտեցում կար, որ դե ով պիտի կա 7 քար խաղա այդ փոքր ժամանակվա խաղը, իսկ մենք մեր փառատոնի ընթացքում տեսանք, որ ոչ միայն երեխեքն եկան 7 քար խաղալու, այլև շատ մեծահասակներ եկան, որովհետև դա իրանց համար լավ հիշողություններ արթնացնելու հարթակ էր։ Երբ որ մենք խոսում ենք Ղաբոխազի մասին, մեզ առաջին ասում են դե տատիկն են հավես չնանի կան հաստատ, որ մեկին ասենք գա որ գա, իսկ մենք տենց առաջի հավաքի ժամանակ 20-ից ավել կանանց տեսանք, ովքեր տենց ուղղակի ասել են կգաք եկել էին։ Չգիտեմ, մեր ամենամեծ կարծրատիպ կոտրելը երևի է տեղել այն, որ մենք 70-ից բարձր կանանց հետ սկսեցինք աշխատել ու իրանք դեմ չէին ոչ մի հոլովակում նկարահանվելու, որովհետև էլի եմ ասում, մեր տախի դեմքը երևի չգիտեմ, տեսել եք Ամալ տատն է, ով մեր համար տենց շատ լուրջ պոտենցիալ ունի։ Ինքը շատ սիրվել է բոլորի կողմից ու երբ որ մենք ամեն անգամ Ամալ տատին կանչում ենք ինչ-որ նկարահանման, առաջին արձագանքը չէ, ես հավես չունեմ, ու այդ հավես չունեմի վերջի մենոտայի վրա տենց հələ այն թազա խալաթս բերեք։ Այդ ա եղել, որովհետև այդ մարդը արդեն սովորել է, որ ինքը դա անում է, որովհետև պետքա որ, չգիտեմ, մեր էջը ակտիվ լինի, պետքա որ մեր մասին իմանան, ու բոլորն են տենց, չգիտեմ, մեր տախում մենք այդ կանանց շունչը զգում ենք, որովհետև անգամ երբ որ ամենափոքր հրապարակումն են անում, իրանք բոլորը մի մարդու նման, չգիտեմ, սրտիկում են, տարածում են, որովհետև իրանք համոզված են, որ մենք իրանց տախերում փոփոխություն ենք բերում, տախերում չհամայնքներում։ Դու որպես շատ ակտիվ անձնավորություն լինելով, ով կարողացել է բազմաթիվ կարծրատիպեր կոտրել, նաև նորարարություն բերել ձեր համայնքները, ինչ խորհուրդ կտաս մյուս աղջիկներին հատկապես, մյուս համայնքների աղջիկներին, թե ինչպես իրենք կարող են պայքարել այդ կարծրատիպերի դեմ։ Ճիշտն ասած, իմ խորհուրդն է նա, որ պայքարել պետք չի, ուղղակի պետք է, չգիտեմ, ինչպես դառնալ նորարար քեզ նման։ Պետք չի ինձ նման դառնալ, պետք է լինել իրանց նման, ամենամեծ խորհուրդը ինձ է դա, որ առհասարակ պետք չի ինչ-որ մեկին նմանվել, որովհետև երբ որ դու ուզում ես ինչ-որ փոփոխություն բերել, դու պետք է քո մտքերին ոնց որ այնց ազատություն տաս, ու հենց այդ պայից սկսած կկարողանաս դառնալ շատ ակտիվ, շատ ազատ, որովհետև այդ նմանվելն է, որ խանգարում է մարդուն։ Երբ որ դու ինչ-որ մեկին ուզում ես նմանվել, դու դառնում ես իրա տենց շատ վատ, երևի կրկնօրինակ, իսկ երբ որ դու որպես անհատականություն ես փորձում հանդես գալ, այդ շատ ավելի շատ է գնահատվում ու ես միշտ մտածում եմ, որ ոչ թե պիտի լինես ինչ-որ մեկի կրկնօրինակ, այլ պիտի լինես օրինակ, որին ձգտում են նմանվել։ Պետք է լինել օրիգինալ։ Այո։ Ու խոսենք նաև 7 քար փառատոնից, բակային խաղերի փառատոնից, կկիսվես ձեր փորձով ինչի մասին էր այն, արդյոք հաջողություն ունեցավ եւ նախատեսում եք կրկնել։ 7 քարը մեր տախի փոքր երեխեն է։ Առհասարակ մենք մեր պրոդուկտներին, եթե դրանց կարելի է պրոդուկտ անվանել, շատ այնց սիրով ենք վերաբերվում, ու իրանք երբեք դարակի վրա չեն մնում փոշոտվելու, որովհետեւ երբ որ դու ինչ-որ գաղափար ունես, այդ գաղափարը իրականացնելու process-ը իրական շատ բարդ է թվում, բայց ինքը շատ պուճուր տենց քայլերից է ձևավորվում։ Երբ որ ամենասկզբում, երբ որ տախի ուղղությունները տենց նշելու մասին է գնացել, երբ որ տախի ռազմավարությունն է մշակվել, այդ ընթացքում դաշտում աշխատել են մարդիկ, ովքեր զրուցել են
տաղ բնակիչների հետ ու հենց այդ զրույցների արդյունքում ա բացահայտվել, որ երեխեքը շատ սիրով խաղում են 7 քար։ Ու հենց այդ 7 քարի գաղափարն է եկել, որ պիտի այդ 7 քարը չմեռնի, որովհետև ամեն դեպքում մեր տախը շատ հայտնի է իր քարերով։ Ես շատ կուզեի մեր տախը հայտնի լիներ իր ունեցած բուսականությունով, իր ունեցած լիքը այլ ռեսուրսներով, բայց մենք ունենք այն ինչ ունենք ու մեր գլխավոր տենց հայերեն բառը չեմ հիշում ֆիշկեն, խաղաքարտը, քարն է։ Ու մենք երբեք չենք նեղվել, որ մենք ունենք լիքը քարեր։ Հենց այդ քարն է, որ մեզ օգնել է այսօր ունենալ 7 քար բակային խաղերի փառատոնը ու այդ փառատոնից հետո մենք գրանցել ենք 7 քար ֆեդերացիան ու տենց նպատակ ունենք 7 քարը որպես տենց սպորտաձև ձևավորել։ Այո, մի գաղտնիք էլ բացեմ, մենք 7 քար ֆեդերացիան ենք հիմնել ու մեր 7 քար բակային խաղերը քարի մասին են։ Մենք ամենասկզբում, երբ որ փառատոնի գաղափար ունեինք, ճիշտ ասած, այնքան խառամետքեր ենք ունեցել, թե ոնց պիտի անենք, մտածում ենք յուրաքանչյուր քարը կլինի ինչ-որ մի հատ առանձին ճյուղ, որի վրա մենք կաշխատենք, չգիտեմ, այնտեղ ավանդույթներից էինք խոսում, սովորություններից, նորարարությունից, պարեր, երկ ու ամեն մի քարը որոշել ենք, որ այդպեսին պիտի լինի, բայց քիչ ոնց որ ձևափոխվեց ու հասկացանք, որ 7 քարը հենց իրանով էլ շատ սիրուն խաղ է ու կարող ենք այդ խաղի մասին փառատոն անել, չգիտեմ, բրենդավորեցինք 7 քարը փառատոն ունեցանք մոտավորապես 2500 հյուրեր, ովքեր եկան, խաղացին, գնացին, ունեցանք ազգային երկու պար շատ սիրուն, առաջին անգամ մեր կողմում հյուրընկալեցինք Կաթիլ բենդին, ում մասին տաղ գյուղերում գրեթե չգիտեին, չգիտեմ, բայց այսօր բոլորը հիշում են Կաթիլին ու այս տարի ենք ունենալու 7 քար բակային խաղերի փառատոնը ու կուզեմ անպայման ընդգծել այն հանգամանքը, որ մեզ շատ օգնում է համայնքապետարանն այս հարցում, ամենասկզբում էլ երբ որ ծրագրի շրջանակներում ենք փառատոնը կազմակերպում ու տիմին դիմեցինք, որ իրանք աջակցեն, այդ պահին, եթե ճիշտն ասեմ, այդքան էլ ֆինանսական խնդիրը չէր իրանց դիմելու, ինչքան փորձը հասկանալու արդյոք թիմը պատրաստ է մեզ աջակցել ու մենք թիմից ստացանք շատ դրական արձագանք, շատ համեստ գումար էինք իրանցից խնդրել, իրանք դա տենց կրկնապատկեցին ու մեզ տվեցին, որպեսզի տախը կարողանա այդ միջոցառումն անել ու այս տարի արդեն թիմը իր կողմից առաջարկ է ներկայացրել, որ իրանք ավելի մեծ գումարի տեսքով կֆինանսավորեն մեզ, որպեսզի գյուղում կարողանանք նորից փառատոնն անել, ու մեր 7 քար ոնց որ մի քիչ շրջիկ փառատոն է, մենք նպատակ ունենք տախի բոլոր գյուղերում իրականացնելու փառատոն ու ամեն տարի հաջորդ գյուղում անցկացնելով նպատակ ունենք գյուղերի մասին խոսել, որովհետև այսօր չգիտեմ, ամեն դեպքում ես ինչ շատ լավ եմ զգում, երբ որ ինչ որտեղ սրճ եմ անում, Տեմզաշեն ու չի բերում տենց այլ բաներ, բերում է 7 քար բակային խաղերի մասին լիքը ռեպորտաժներ, լիքը նկարներ, լիքը հոլովակներ, որոնք տենց ինձ շատ երջանկացնում են ու ուժ են տալիս, որ այս տարի էլ նույն ծանրաբեռնվածությամբ ու դժվար աշխատանքը կատարեմ։ Իսկ այս տարի որոշել եք արդեն երբ է լինելու։ Այս տարի մեր փառատոնը լինելու է առաջին անգամ եմ հայտարարում հունիսի 21-ին Նորկյան գյուղում ենք այս տարի անելու ու հույս ունենք, որ կգերազանցենք մեր նախորդ տարի ունեցած արդյունքները, որովհետև առաջի տարին ամեն դեպքում շատ ավելի դժվար է եղել մեզ համար, որովհետև երբեք չունենալով մեծ միջոցառումների կազմակերպման փորձառություն, շատ դժվար է եղել մեզ անցնել այդ process-ով, բայց շատ ուրախալի է եղել, երբ որ մենք ունեցել ենք 55-ից ավել կամավորներ ու մեր կամավորների մեջ եղել են ինչպես 6 տարեկան երեխեք, այդպես էլ 50 տարեկան մարդիկ, ովքեր միշտ ներգրաված են եղել process-ներում ու հիմա էլ դեռևս նոր տենց խոսում ենք փառատոնի մասին, արդեն դից մեծ հերթ ունենք կամավորների, ովքեր չեն սպասում, որ մենք իրանց ինչ-որ բան պիտի տանք, ովքեր սպասում են, որ այդ աժոտաժի մասնակիցը դառնան, որովհետև իրանց համար էլ այդ process-ը շատ տենց հաճելի է եղել, հավաքվել, ներկել, չգիտեմ, մաքրել, այդ սաղ process-ը իրականում շատ ժամանակ ու էներգիա է տանում։ Մենք կխոսենք նաև ձեր բիզնես մոդելի մասին, քանի որ յուրաքանչյուր տաղ, ինչպես հայտնի է, ունի իր բիզնես մոդելը։ Կներկայացնեք, թե ինչ բիզնես մոդել ունեք դուք։ Մեր տախի ռազմավարական ուղղությունից ելնելով, կրթությունից ելնելով, մենք որոշել ենք ճամբարների կոնցեպտը առաջ տանել ու դրա մեջ ներառել ենք եւ գյուղատնտեսությունը եւ կրթությունը, որովհետեւ մեր ճամբարները լինել են գյուղական, կրթական ճամբարներ, որտեղ երեխեքը գալու են ծանոթանան գյուղական կյանքին, ֆիքսենք, որ մենք չենք թիրախավորել միայն մեր գյուղի երեխաների համար ճամբարներ իրականացնելը, մենք թիրախավորել ենք, որ այդ լինելու են ճամբար, որտեղ գալու են տարբեր տարածաշրջաններից պատանիներ, ովքեր ու ոչ միայն պատանիներ, ովքեր տենց գյուղում են անցկացնելու իրանց առօրյան, ովքեր սովորելու են լիքը
նոր բաներ ու ոնց որ շեշտը դրել ենք ոչ միայն վրանային ճամբարի վրա, այլև, չգիտեմ, բակային ճամբարներ ենք իրականացնելու, անցած տարի ունեցել ենք մի փոքր մոդել, փորձարկում ենք, որպեսզի հասկանանք մեր պոտենցիալը, հասկանանք ինչի կարիք ունենք ու այս տարի նախատեսում ենք արդեն ունենալ գիշերակացով առաջին ճամբարը ու շատ մեծ հույս ունենք, որ այդ կհաջողենք, չգիտեմ, սպասում ենք այդ օրվան, բայց դրան սպասում ենք փառատոնից հետո, որովհետև այսօր մեր տաղի ողջ պոտենցիալը ու ունեցած այդ ռեսուրսները ներդրված են հաջողված փառատոն ունենալուն։ Եվ անցնենք իմ ամենասիրելի պահին, մեր չելենջին, ինչպես գիտես, յուրաքանչյուր հյուր թողնում է հարց, եւ մենք էլ քեզ համար նախապատրաստել ենք հարց, մեր նախորդ հյուրը ցանկանում է իմանալ, թե ինչպես է բացվում լիդեր հապաղումը։ Ինձ թվում է պարտադիր չէ, որ հենց ակադեմիական կերպով բացատրել, ինչպես ես դու հասկանում լիդեր գաղափարը։ Դե լիդերը այդ առաջին հերթին եւի լսելն է, ու այդ L-տառը հենց անգլերենում այդ լսելն է։ Հետո ցանկացած առաջնորդ պիտի լսելու կարողություն ունենա, կարողանա քաջալերել մարդկանց, ինչ-որ գործողություններում ակտիվ լինել, չգիտեմ, պիտի կարողանա մարդկանց օգնել առաջ գնալ, տառերով հատուկ չեմ հիշի, լիդեր, կարողանա մարդկանց վստահությունը ձեռք բերել, եւ այդքանը։ Հստակ չեմ կարող էլի այտենց տառերով բացել, որտեղ մոռացել եմ։ Եվ քո հարցը մեր հաջորդ հյուրի համար, ինչ հարց ես նախապատրաստել նրա համար։ Վայ, հարց չի նախապատրաստել։ Երևի կուզեմ իմանալ իր գյուղի զարգացման մոդելը, ոնց է պատկերացնում, ինչ քայլեր պիտի անենք, որ գյուղը զարգանա ու ինչ ուղով պիտի գնանք, որ գյուղում ապրող մարդկանց կյանքը հեշտացնենք։ Շնորհակալություն շատ, Նելի ջան, շատ հետաքրքիր, շատ նորարար զրույցի համար։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա նորարար հաղորդումը, սիրելի հետևորդներ, չենք մոռանում նաև դիտել մեր նախորդ հաղորդումները, իսկ մենք փորձենք ավելի հետաքրքիր ու ավելի նորարար մոտեցում ցուցաբերել, կհանդիպենք մեր արդեն հաջորդ թողարկումների ընթացքում։